Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր հենց նոր են միացել մեզ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ինչպես միշտ ձեզ հետ կլինեմ ես, Լուսի Քոչարյանը, հիշեցնեմ, որ մեզ կարող եք լսել նաև armradio.am կայքի on-line ռեժիմով, տեսագրություն, ձայնագրությունները փնտրեք այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ միացեք մեզ Facebook-յան հարթակում հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջում։ Այստեղ մեզ վիդեո տարբերակով կկարողանաք հետևել live stream-ով եւ մեկնաբանությունները բաց են, կկարողանաք նաեւ հարցեր ու դիտարկումներ թողնել, դրանց հետևում եմ եւ կփորձեմ հետաքրքիրները նույնպես ի հավելում են իմ պատրաստած հարցերի ուղղել մեր այսօրվա հյուրերին, նրանք երկուսն են ստոմատոլոգ, օրթոպեդ Մարինե Մկրտչյան, ողջույն Մարինե։ Ողջույն Լուսի ջան։ Եվ օրթոդոնտ Միքայել Նալբանդյան։ Բարև։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Մենք ձեզ հետ առանձին եթերներ արել ենք, շատ հետաքրքիր, շատ ինֆորմատիվ։ Այսօր միավորելու ենք ձեր մասնագիտացումները եւ փորձելու ենք հասկանալ, թե երբ է օրթոպեդ, օրթոդոնտ համագործակցությունը արդյունավետ, երբ է անհրաժեշտ եւ հասկանանք, թե ինչ խնդիրներ են նաեւ ծագում այս համագործակցության ընթացքում։ Սակայն մինչ կոնկրետ օրթոպեդ եւ օրթոդոնտ համագործակցության անցնելը, կուզեի ձեր կարծիքը լսել ընդհանրապես թիմային աշխատանքի վերաբերյալ, այս մասին շատ ենք խոսում, ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել, այսօր այսպես ռազմավարությունը եւ մշակույթը գրագետ բժշկագիտության, բժշկավարության գնում է դեպի չկա մեկ բժիշկ ամեն խնդրի համար, այլ կա թիմային աշխատանք, որը մի քիչ բուժառուները սվիններով են ընդունում, որ ես չեմ ուզում 10 տարբեր բժշկի մոտ սենյակ թափառեմ, ես ուզում եմ մի խնդրով դիմել մի ստոմատոլոգի եւ նա հերթով լուծի իմ բոլոր հարցերը։ Ինչու սա հնարավոր չի, հերթով ձեր կարծիքները։ Ես սկսեմ։ Լուսի ջան, շատ շնորհակալություն նման արդիական հարցադրում անելու համար եւ նման արդիական հարցեր քննարկելու եւ մեր բուժառուներին հնարավորություն տալու ներսից այդ ինֆորմացիան իմանալու։ Իրականում իսկապես դժվար է պատկերացնել, որ մեկ փոքր բերանի խոռոչի ու տարածքում համախմբվում են 5-6 նեղ մասնագետներ եւ սա անգամ մեր համար է դժվար պատկերացնել, որ մնաց մեր բուժառուների, բայց այսօրվա ժամանակներում գիտությունը այնպես արագ է զարգանում, որ մենք չենք կարողանում պատկերացնել համապարփակ ամբողջական ստոմատոլոգիական ծառայություն առանց այս 5-6 նեղ մասնագետների համագործակցության, եւ սա բնավ չի նշանակում, որ բոլոր դեպքերում պետք է ներառված լինեն այս 5-6 մասնագետը, այլ յուրաքանչյուր դեպքի շուրջ կարող է միախմբված լինեն 2 կամ 3 մասնագետ, բայց միայն այս մասնագետների համագործակցությունն է, որ հնարավորություն է տալի բուժառուներին ստանալ հնարավորինս որակյալ եւ երկարաժամկետ լուծումներ իրենց բոլոր խնդիրներին, եւ եթե ժամանակը ների կմանրամասնենք այս մասին։ Հաճախ ձեզ երևի ասում են ինչ կա անելու այդ փոքր ատամի շուրջ կամ մեկ բերանի խոռոչում, որ ինձ հետ պետք է զբաղվի 2, 3, 4 երբեմն մասնագետ։ Դուք ինչ կասեք, ինչ եք նկատում։ Իրականում գիտեք, բուժառուները եւս սկսել են հասկանալ, այսինքն այդպիսի սիտուացիաներ, որոնք լինում էին, կարելի ասել տարիներ առաջ, երբ որ նմանատիպ հարցեր էին տալիս բուժառուները, հիմա երևի թե արդեն գրեթե շատ հազվադեպ է լինում, որովհետև բուժառուները եւս հասկանում են, որ եթե ուզում են ստանալ լիարժեք բուժում, ամենալավ բուժումը, ամենաօպտիմալ տարբերակը բուժման, մի քանի մասնագետի ներառելը տվյալ process-ին, դա ճիշտ է։ Եվ բուժառուն այստեղ պիտի հասկանա, որ հիմնական շահառուն հենց ինքն է։ Այստեղ թիմային աշխատանքում մի քանի կարևորագույն օրենքներ կան, որ թիմակիցները պիտի պահպանեն։ Համար մեկ կարևորագույն հանգամանք այն է, որ բժիշկները պիտի այսպես կոչված համախոհներ լինեն։ Նրանք պիտի ծանոթ լինեն այդ արդիական տեխնոլոգիաներին, մեթոդներին,
եւ հնարավորություն ունենան թափանցիկ քննարկել եւ գտնել հակասություններ, գտնել տարբեր կարծիքներ քննարկել եւ գտնել օպտիմալ լուծումը բուժառուների համար։ Միևնույն ժամանակ մի այլ կարևոր հանգամանք կա, որ թմում պետք է ներառված լինեն տարբեր տեսակի մասնագետներ, ոնց է ֆուտբոլային կամ բասկետբոլային թիմ, եթե փորձենք պատկերացնենք, այնտեղ կա շատ ամբիցիոզ հարձակվողներ, սովորաբար ավելի երիտասարդ տարիքի եւ նրանց այդ ամբիցիան հավասարակշռվում է փորձառու անդամների հավասարակշռությամբ, կշռադատված մոտեցումներով եւ մենք փորձում ենք մեր թմերում ներառել այդ բոլոր մասնագետներին եւ ունենալ եւ նա որպեսզի կարողանանք բոլոր ուժեղ կողմերը համադրել եւ շահառուին դարձնել այդ բուժառուին դարձնել այդ բոլոր process-ների շահառուն։ Եվ եւս մեկ կարևոր հանգամանք, որ այդ քննարկումները, հետազոտությունների վերլուծությունը եւ այլը պիտի լինի այնքան թափանցիկ բուժառուի համար, բուժառուն էլ պիտի դառնա որոշ իր բուժման ընթացքում այդ թմի մեկ անդամ, որպեսզի նա մասնակցի որոշումներ կայացնելու process-ին, հասկանա, այսինքն ոչ բժշկական տերմիններով նրան այս ամբողջ ինֆորմացիան տրվում է, բացատրվում է եւ շատ թափանցիկ ձևով իր հետ քննարկվում է բոլոր հնարավոր տարբերակները բուժման եւ բուժառուն դառնում է այդ ժամանակ որոշումներ կայացնողներից մեկը եւ երբ process-ները լինում են այդքան թափանցիկ արդեն գալիս է վստահություն, գալիս է թմային աշխատանք, որտեղ որ յուրաքանչյուրը գիտի իր անելիքը։ Եվ ենթադրում եմ, որ ահա այսպիսի թափանցիկությունից հետո հաջորդ աշխատանքին բուժառուն միգուցե ասի, «Էլ ինձ այդքան մի ասեք էլի, ուղղակի լուծում տվեք իմ հարցին, իմ խնդրին, հերթով արեք ձեր աշխատանքը, ես վերջում ունենամ պատրաստի արդյունք», հա, լինում է այդպես։ Դա արդեն վստահության նշան է բուժառուի կողմից, այսինքն ինքը ծանոթ լինելով գործընթացին, ծանոթ լինելով արդեն հասկանալով թե ինչպես է ամեն ինչը արվում, թե ինչ ջանքեր են գործադրվում, որպեսզի իրան օպտիմալ արդյունք իր դեպքում ստացվի, արդեն դա վստահության նշան է եւ ես կուզեի եւս մի բան մատնանշել, որ համատեղ մուլտիդիսցիպլինար աշխատանքը ինքը եւս բժիշկների համար բավականին բարդ է։ Եվ ինքը պահանջում է, որտեղ պահանջում է ավել աշխատանք ինքդ քո վրա, ինքը պահանջում է որոշակի գիտելիքներ նեղ մասնագիտական, որոնք ձերը չեն, այսինքն թիմի անդամների հետ ավելի բարձր որակի համագործակցություն պահանջում է ինչի չէ ժամանակ եւ դա նաեւ այն է, ինչը չեն սովորացնում մեզ մոտ ոչ թե միայն մեզ մոտ, ոչ միտեղ բուհերում, այսինքն ինքնուրույն աշխատանքը ինքը ավելի հեշտ է նաեւ բժշկի համար։ Բայց դու քո գլխի տերն ես, որոշումները կայացնում ես դու, որոշումների որակը գնահատում ես հիմնականում դու, որովհետև շատ դեպքերում բուժառուն նույնիսկ գաղափարել չունի, որ կարող են լինել այլ տարբերակներ, որոնք միգուցե շատ ավելի ընկալելի, ընդունելի լինեին իր կողմից, այդ տեսակետից շատ ավելի հեշտ է ու արագ է արվում, եթե դու քեզնով ես աշխատում, բայց իհարկե դժում է բուժման որակը արդյունավետությունը այստեղ մի բնական հարց է առաջանում, արդյոք թիմային աշխատանքի ընթացքում խաչաձև ստուգումներ, սխալներ տեսնել, նկատել, բռնեցնել, հայավարի ասած, արդյոք դրա բարձրաձայնումը չի բերում նորանոր խնդիրների, ես գիտեմ դուք մեծ թիմում եք աշխատում եւ արդեն քանի տարի եք ոլորտում, ամեն մեկդ նշեք, խնդրում եմ։ Ես 23 պլյուս։ Օ, աստված 20 պլյուս։ Սա շատ մեծ։ Մենք չենք սիրում հիշել դրա մասին։ Միացեք մեզ թվերը, չէ, սա շատ ահռելի մեծ փորձ է արդեն եւ դուք հաստատ կկարողանաք այս հարցին պատասխանել, այ ինչ եք անում իրար մեջ, իրար ստուգելու եւ տգեղ վարք չցուցաբերելու համար։ Խոսքը չի գնում միմյանց ստուգելու մասին, այսինքն դա թմային աշխատանք է եւ միանշանակ աշխատանքի ընթացքում միգուցե ինչ-որ վրիպումներ կամ բան նկատելիս, հակառակը դա ես որպես դրական գործոն եմ գնահատում, որովհետեւ դու ստիպված ես ավելի շատ աշխատել քո վրա, դու ինչ-որ բաներ, որոնք դու կարող ես չնկատեիր կամ ուշադրություն չդարձնեիր, քո թմակիցն է նկատում ու կանխարգելում եւ կարողանում եք կանխարգել եք միասին աշխատեք այդ խնդրի վրա
եւ շտկեք այդ խնդիրները։ Ի հավելում են դոկտոր Միքայելի խոսքերին, ուրեմն երբ միավորվում է 2 կամ 3 բժիշկների աշխատանք, սա պետք է հասկանալ, որ սա մաթեմատիկական գումարի չի վերածվում, այլ սա սիներգիայի էֆեկտն է գործում այստեղ եւ նոր հորիզոններ են բուժման բացվում, այսինքն պացիենտի համար նոր հնարավորություններ են ստեղծվում, բայց այստեղ շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր թմակից հստակ իմանա իր կոմպետենտության սահմանները եւ այդ սահմանները չհատի, թե որտեղ են ավարտվում իր հնարավորությունները պրոֆեսիոնալ նա պիտի իմանա, բայց միևնույն ժամանակ իմանա նաև իր գոլեգայի մասնագիտական հնարավորությունների մասին, որպեսզի հնարավորություն ունենա բուժարոյին առաջարկել այդ բուժումը։ Այսինքն հարակից մասնագիտությունների հնարավորություններին քաչ ծանոթ լինի, բայց հստակ իմանա իր հնարավորությունների սահմանները, սա ասենց նուրբ սահման է, որը որ թմային աշխատանքում տարիների ընթացքում է դա կոփվում, տարիների ընթացքում է մշակվում եւ այդ վերջնարդյունքը մենք տարիների ընթացքում տեսնում ենք, որ ել ավելի լավն է դառնում։ Այսինքն բարդ կոնսուլտացիաներին ինչքան էլ խելացի եւ գիտելիք ունեցող մասնագետ լինի, չի միգուցե մասնակցում է երիտասարդ 2-3 տարվա փորձ ունեցող մասնագետ, բայց վերջնական որոշումները դրվում են այտենց 20+ տարիներ փորձ ունեցող գոլեգաների կարծիքի վրա, էլի։ Եւ բժշկությունը մի ոլորտ է, որտեղ միայն գիտելիքի ունենալը բավարար չէ, փորձը անփոխարինելի է։ Հարգելի ունկնդիրներ, մենք այսօր զրուցում ենք օրթոպեդ Մարինե Մկրտչյանի եւ օրթոդոնտ Միքայել Նալբանդյանի հետ եւ եկավ ժամանակը հասկանալու ով է օրթոպեդը ու հա այս մի փոքրիկ բերանի խորոչում ընդհանրապես ատամի հետ ինչ է անում, օրթոպեդն ինչ ֆունկցիաներ է իրականացնում եւ իհարկե հասկանանք օրթոդոնտի գործառույթների շրջանակը, որպեսզի մենք անընդհատ ասում ենք օրթոպեդ, օրթոդոնտ, մարդիկ հասկանան կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Սկսենք ձեզնից։ Օրթոպեդը այն բժիշկն է, որը զբաղվում է վերականգնողական բուժումներով, այսինքն ատամների եւ ատամնաշարերի, ատամնածնոտային համակարգի վերականգնողական բուժումն է անում, բացի այդ կանխարգելում է, ախտորոշում է բոլոր այն հիվանդությունները, որը բերում են ատամների եւ ատամնաշարերի անընդհատության խախտման։ Շնորհակալություն։ Լավ, իսկ ինչ գործիքներով եք դուք դա անում, ասենք, դա պսակներն են։ Այո, դա բոլոր արհեստական կառույցներն են, որի հետ պացիենտը առնչվում է, դա պրոթեզներն են, դա պսակներն են, վինիրներն են, կիսապսակներն են։ Կարող ենք ասել, որ այնինչ մենք տեսնում ենք, դա օրթոպեդի աշխատանքն է։ Չէ, Լուսի ջան, դուք կարող եք չտեսնեք։ Չէ, դուք նույնիսկ կարող եք չտեսնեք ժամանակակից ստավատալոգիան հնարավորություն տալի, որ դուք չտեսնեք, թե օրթոպեդը ինչ է անում, եւ վերջնական արդյունքը լինում է այնպեսին, որ հասկանալի չի, որ ատամներ բնական, արդյոք բնական է այսքան սիրուն կարող է լինել, թե արդյոք արհեստականը կարող է այսքան գեղեցիկ լինել, եւ ժամանակակից ստամատոլոգիան տալիս է այդ հնարավորությունները մեզ բարեբախտաբար։ Կարծես թե այդքան էլ նորաձև չէ ճճացող դրված, սարքված ատամ Երևանը եւ ավելի տրենդերից ավելի ամեն ինչ գնում է նրան, որ ոչ ոք գլխի չընկնի, որ այնտեղ 10 ատամ միգուցե արհեստական են, բայց օրինակ ատամնանյարդի հեռացում բուժում դա ձեր կոմպետենցիայի մեջ չէ։ Դա թերապևտիկ դիսցիպլինաներն են, այստեղ մեզ օգնության են գալի մեր թերապևտները, էնդոդոնտիստները եւ մարդիկ, որոնք շատ մանրակրկիտ աշխատանք են կարողանում կատարեն եւ դա մնում է կադրից դուրս։ Այդա ներսի աշխատանքն է, որը շատ մեծ պրոֆեսիոնալիզմ ու համբերություն է պահանջում, բայց շատ ժամանակ պացիենտները չեն տեսնում այդ ինչ արեց այդ բժիշկը այդ 3 ժամվա ընթացքում։ Ընդ որում էնդոդոնտիան 2-3 ժամ մի քանի այցով, հրադիտակով, խոշորացումով եւ այլը, բայց պացիենտների համար տեսանելի չէ դարձած։ Ահա։ Միքայել, ձեզ անդրադառնանք այդ ձեր աշխատանքը հրաշալի է երևում։ Առաջ ու հետոններ, հավասար շարվածք եւ այլն։ Ինչ եք դուք անում։ Մեր խնդիրն է արկա դիմացնոտային անոմալիաների շտկումը, բուժումը, կանխարգելումը եւ այստեղ խոսքը գնում է ոչ միայն ատամների դիրքերի կամ ատամնաշարերի, այլ նաեւ ծնոտների ընդհանուր դիմացնոտային համակարգի վերակառուցման մասին։ Կա sense պայմանականորեն տարանջատում մանկական եւ մեծերի օրթոդոնտիա, ինչը իրականում ճիշտ չի,
որտեղ օրտոդոնտիան ներառում է բոլոր տարիքային խմբերը, բայց եթե մենք խոսում ենք մանկական կամ պատանեկան տարիքի պացիենտների մասին, մենք հնարավորություն ունենք ծնոտների աճի մոդիֆիկացիա անցկացնել, այսինքն այն խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ, հնարավոր է շտկել, կանխարգելել այդ տարիքում եւ կարելի է տարանջատել նաեւ մեծերի օրտոդոնտիան, այսինքն դա ինքը կոչվում է հավելյալ օրտոդոնտիկ բուժում կամ օժանդակ օրտոդոնտիկ բուժում, դա հենց այն է, որը ավելի շատ պետք է գալիս մուլտիդիսցիպլինար թիմային աշխատանքի ժամանակ, օրինակ նույն օրտոպեդ օրտոդոնտ համագործակցության մասին համագործակցության ժամանակ իմպլանտոլոգների, ռեստավրատորների հետ եւս, երբ որ մենք արդեն օրտոդոնտը ոչ թե առաջատար ոչ թե մենք ենք թելադրում գոլեգաներին, թե ինչ է մեզ պետք, որպեսզի մենք մեր աշխատանքը կարողանանք լիարժեք կատարենք, այլ հակառակը, մենք ստեղծում ենք պայմաններ, որպեսզի հետագա պրոթեզավորումը շապիկներով, վինիրներով, ալյումինիրներով եւ այլն կամ իմպլանտների տեղադրումը, հետագա ծանրաբեռնումը հնարավոր լինի անել ավելի օպտիմալ, ավելի լավ պացիենտի համար, ավելի քիչ կորուստներով եւ ավելի լավ վերջնական արդյունքով։ Կա մի տարածված կարծիք մարդկանց մեջ, որ ատամներն ուղում են ուղղակի գեղեցիկ, ավելի հավասար ժպիտ ունենալու համար, բայց դուք հիմա նշեցիք այնպիսի խնդիրներ եւ այնպիսի համագործակցության եզրեր, որ կոնկրետ առողջությանն են վերաբերում, այսինքն կարող ենք եզրակացնել, որ օրթոդոնտիան դա միայն գեղեցկության մասին չէ, հստակ։ Եվ մի հարց էլ, դուք նշեցիք, որ մանկական տարիքում հնարավոր է նույնիսկ վերափոխել, վերակառուցել ծնոտը, մեծությունը, դիրքը եւ այլն, իսկ մեծերին դա այլևս հնարավոր չէ։ Մեծերի դեպքում դա հնարավոր է, բայց այստեղ արդեն այլ գործիքակազմ է առաջ գալիս, արդեն քանի որ ակտիվաց չկա մեծերի մոտ, մենք ստիպված ենք լինում վիրահատական մեթոդներին, այսինքն կոմբինացված մեթոդներին դիմել, երբ որ ծնոտների չափերը կամ դիրքերը արդեն վիրահատական ճանապարհով են փոփոխվում, ինչը ենթադրում է, որ նախապես օրտոդոնտիկ բուժումը եւս անցկացվում, պատրաստվում են ատամնաշարերը, պատրաստվում են ծնոտները, կոնստորցիոնային հոդը եւ այլն, որպեսզի հետագա մարվի օրտոգնատիկ վիրահատություն դա կարող է լինել մեկ ծնոտով, երկու ծնոտով եւ դրանից հետո վերջնական եւս արդեն օրտոդոնտիկ վերջնական շտկումն է արվում, հստակեցումը ատամների փոխհարաբերության։ Եկեք արդեն ձեր երկուսի համատեղ աշխատանքի մասին խոսենք, ես մի քանի դեպք եմ ինձ մոտ նշել, որ ուզում եմ բարձրաձայնենք, դա երևի թե առաջինը բնածին բացակաատամներ եւ այս պայմաններում ատամնաշարի վերականգնումն է, նախ եւ առաջ մի այսպիսի հարց, ներկայում շատ են դեպքերը, որ բնածին բացակայում են ատամները, թե սա հազվադեպ հանդիպող խնդիր է։ Ես երևի պատասխանեմ, ես ավելի շուտ եմ առնչվում դրա հետ, այո, շատ են դեպքերը եւ տենդենցիան գնում է նրան, որ ավելի են շատանում, այսինքն առաջնային ադենտիանները, ատամների սաղմերի, մշտական ատամների սաղմերի բացակայությունը, կլինեն դա կողմնային կտրիչներ, ամենահաճախը իրանք են լինում, թե այլ խմբի ատամներ գնալով շատանում է, քանի որ մեզ մոտ տեղի ունենում փոփոխություն մեր ծնոտի չափերի, ծամողական ֆունկցիայի նվազման, կարի անհրաժեշտության, կարելի ասել, այո, այն քանակությամբ ու այն որակի սնունդ, որին նախատեսված էին, սենց ասեմ, հազարամյակներ առաջ մեր ծնոտները, ատամները եւ ատամնաշարերը մենք հիմա չունենք, մեզ մոտ ամեն ինչ ռաֆինիզացված, փափուկ, այո, դյուրա հավելյալ կտրիչն ինչ են կանում, չէ՞, միանգամից ջանի։ Այո, բնությունը արձագանքում է համապատասխանաբար, ասում է դե որ պետք չի, մենք էլ չենք տա։ Ավելի ժամանակակից սերունդները հիմա իմաստության ատամներ էլ չունեն։ Դա լսել էինք, բայց կտրիչը համաձայնեք, որ անսպասելի է։ Իմաստության Այսինքն հերա կանխատեսում կա, որ օրինակ
պայմանականորեն մի 30-50 տարի հետո մենք մի տեսակ ուրիշ ատամնաշար ենք ունենալու, հա, առանց իմաստության ատամների, երբեմն առանց կտրիչների։ Հենց 30-50 տարով դժվարանում եմ ասել, բայց կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ տենդենցիան գնում է նրան, որ եւ ծնոտների չափերն են նվազում, փոքրանում եւ ատամների քանակությունը, այսինքն այդ տենդենցիան կա, երբ կհասնենք ինչ որ մի էվոլյուցիոն տրենդ է։ Այո, երբ կհասնենք Մարդը գնալով նրբանում, նեղլիկանում, փոքրանում է փոքրանում դետալները։ Եվ այս դեպքում ենթադրենք կան բնածին բացակայող ատամներ, սակայն կա անհրաժեշտություն վերափոխելու, վերակառուցելու ժպիտը։ Ինչ եք անում դուք երկուսով, ինչպես եք խորհրդակցում, ինչ հերթականությամբ եք աշխատում։ Երևի դուք սկսեք։ Սկսենք նրանից, թե ինչու՞մ է տվյալ դեպքում խնդիրը, կարծես թե բացակայում է ատամը, կարելի է ուղղակի վերականգնել, հա, եւ բժիշկ օրթոպեդը կարող է ուղղակի բացակա ատամը լրացնել արհեստական ատամով, բայց խնդիրը նրանում է, որ երբ որ ինչ որ մի ատամ բացակայում է, մեզ մոտ դատարկություն բերանի խորոչում չի լինում, այսինքն կողքի ատամները, հակառակ ծնոտի ատամները փորձում են տվյալ տեղը զբաղեցնել, տեղի ունենում թեքում ատամների, դիրքերի փոփոխություն եւ այն պահին, երբ որ բուժառուն դիմում է արդեն բժիշկին, դժվար է լինում վերականգնել այնպես, որպեսզի եւ ֆունկցիոնալ տեսակետից եւ էսթետիկ տեսակետից լավ արդյունք ստանալ։ Հնարավոր է մեծ ծավալ հյուսվածք հեռացնելով շատ դեպքերում ատամներից եւս ստանալ քիչ թե շատ լավ արդյունք, բայց տվյալ դեպքում տուժում է եւ պացիենտը եւ վերջնական էսթետիկ արդյունքը։ Այսինքն դոկտոր Միքայել ուզում մի քիչ պարզաբանեմ բուժառուների համար, որ եթե մենք օրտոդոնտիկ փուլը փորձում ենք շրջանցել, իսկ այդպիսի բուժառուներ կան եւ այդպիսի բժիշկներ կան, որոնք փորձում են այդ օրտոդոնտիկ բուժման փուլը շրջանցել եւ այդ լուծումը տալ միայն օրթոպեդիկ, այսինքն արհեստական պսակների օգնությամբ լրացնել բացակայող ատամները։ Այս իհարկե սա էլ լուծումներից մեկն է, բայց դժվար է ասել, թե լավագույն լուծումն է։ Այստեղ գոնե պիտի լինի օրթոդոնտիկ խորհրդատվություն, տարբեր հետազոտություններ, որոնց հիման վրա էլ որոշում է կայացվում, ինչպես վերականգնել այդ բացակայող ատամները, վերականգնել թե չվերականգնել։ Միգուցե երբեմն այդ տարածությունը որոշվում է ուղղակի փակել, երբեմն որոշում է այդ տարածությունը վերստեղծել, որպեսզի հետագայում իմպլանտներով վերականգնվի։ Դա մասնավոր դեպքից կախված որոշումներ են, որն էլ հենց այդ թիմային քննարկումների ժամանակ գնահատվում եւ որոշում է կայացվում։ Ինչ գործիքային հետազոտություններ են իդեպ այստեղ պետք գալիս բուժառուներին տեղյակ պահելու համար։ Որպես օրենք դա ռենտգեն հավելյալ մեթոդներից ռենտգեն հետազոտությունն է, որոշ դեպքերում համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտությունները եւ եթե արկա են նաեւ հավելյալ խնդիրներ, դա կարող է լինել քունքստործնոտային հոդի հետ կապված խնդիրները կամ մկանային դիսֆունկցիայի հետ կապված խնդիրներ տվյալ դեպքում ավելանում են նաև այդ համակարգերի հետազոտությունները։ Եվ ահա այս ամենի արդյունքում արդեն դուք կարողանում եք բուժառուին առաջարկել պլան։ Նույնիսկ մի քանի պլան որոշ դեպքերում, այո, որտեղ ստանալ վերջնական արդյունքը ստանալու համար հնարավոր են մի քանի տարբերակներ, որոնցում մի մասում կարող է օրթոպեդիկ միջամտությունը ավելի շատ լինել, օրթոդոնտիկը ավելի կարճ, մյուս տարբերակը երբ որ օրթոդոնտիկը ավելի երկար լիարժեք է, բայց տվյալ դեպքում արդեն օրթոպեդիկ միջամտությունն է ավելի քիչ հյուսվածքներ են կորում, դա արդեն պիտի մեր խնդիրը ոչ թե որոշել պացիենտի բուժառուի տեղը, այլ ուղղակի ներկայացնել մաքսիմալ հնարավորին ինֆորմացիան, որպեսզի համատեղ նաև բուժառուի հետ որոշում կայացնենք, թե որ տարբերակն է ավելի օպտիմալ հենց իր համար։ Այո։ Փորձեմ ավելացնել, որ հիմա շատ են բուժառուներ, որոնք ի սկզբանե դիմել են մի բժշկի, որը որ տվել է օրթոպեդիկ լուծում, այսինքն ատամները հղկվել են, արհեստական կամուրջներ են դրվել եւ այլն, եւ բուժառուն գոհունակությունը բարձր չի, եւ նա դիմում է մեզ երկրորդային բուժման, արդեն մենք ունենք հղկված ատամներ, բայց ինքը համաձայն է անցնել այդ օրտոդոնտիայի
ճանապարհով, հետո տեղադրել իմպլանտներ, հետո գնալ նոր ամենավերջի փուլում նոր միանում է բժիշկ օրթոպեդը եւ արդեն եթե ունենում ենք օրինակ իմպլանտներ, այդ իմպլանտների վրա է դրվում արհեստական պսակներ, եթե մենք ունենում ենք երբեմն էլ լինում է դեպքեր, որ այդ կողմնային կտրիչների բացակայության դեպքում մենք ուղղակի իրենց բացակայությունը անտեսում ենք, վերականգնում ենք ամբողջ ատամնաշարը եւ ժանիքը հայտնվում է այնպիսի դիրքում, որտեղ էլի օրթոպեդի կամ միգուցե էսթետիկ այլ վերականգնողական տեխնիկաներ օգտագործելով այդ ժանիքները վերափոխվում են կողմնային կտրիչի իմիտացիա են կանում կողմնային կտրիչի արկայության, էլի։ Այստեղ դրա համար մի քանի մասնագետի համագործակցություն անհրաժեշտ է լինում։ Խոսենք նաև հոդային խնդիրների եւ կծվածքի շեղումների մասին, այս բառերը նույնպես շատ են արծարծվում, բայց ոչ բոլորն են պատկերացնում, ինչ ենք հասկանում ծնոտում հոդային խնդիրներ, որը կարելի է ձեր երկուսի փաստորեն համագործակցությամբ լուծել, հա? Խնդիրը լուծել։ Ոչ բոլոր հոդային խնդիրները, քանի որ էտիոլոգիան տարբերվում է, բայց շատ դեպքերում, երբ որ առավել եւս կոնստրուկցիոնային հոդի խնդիր մենք ունենում ենք, որը պայմանավորված է լինում ծնոտի դիրքով կամ ատամների փոխհարաբերության պատճառով, իհարկե հնարավոր է լինում շտկել այդ խնդիրը։ Իսկ առանց վիրահատության միայն ձեր օգնությամբ, հա? Վիրահատությունը շատ եւ շատ հազվադեպ արվում կոնստրուկցիոնային հոդի դեպքում, քանի որ ինքը շատ տրավմատիկ է, նույնիսկ արտրոսկոպիկ միջամտությունները, որոնք մեծ բացվածքներ չեն ենթադրում, իրանք ամենավերջի տարբերակն է, քանի որ վնասը, որը հասցվում է հոդին, ինքը այնքան մեծ է, որ դա արվում է միայն շատ հազվադեպ, որպես օրենք կոնստրուկցիոնային հոդի բուժումը ինքը ավելի կոնսերվատիվ ճանապարհով է արվում։ Իդեպ այսօր մեր համատեղ կոնսուլտացիայի մի պացիենտ է գրանցված, որին դուք դեռ չեք տեսել, բայց կատեն հետազոտությունները կլինիկայում սպասում են մեզ, որը որ դիմել էր էսթետիկ գանգատ չուներ, ընդհանրապես ուղղորդված էր այլ մասնագետների կողմից, դիմել էր բժշկի ականջների փակվածության պատճառով եւ հետազոտությունների արդյունքում այլ բժիշկներ պացիենտին այսպես ասած ուղղորդել են մեզ մոտ, որպեսզի մենք բացառենք հոդային խնդիրները։ Երբեմն այդ կոնստրուկցիոնային հոդի խնդիրներով պայմանավորված ականջային գանգատներ են առաջանում, էլի, որը ոչ հիմա թե լսողության խնդիր, եւ տվյալ պացիենտը գանգատվում էր ականջների փակվածությունից։ Երիտասարդ պացիենտ, որը որ չունի ոչ մի էսթետիկ գանգատ, չունի իր պատկերացմամբ ստոմատոլոգիական որևէ գանգատ, բայց գանգատվում էր ականջների փակվածությունից եւ հիմա այսօր մեր համատեղ կոնսուլտացիային գրանցված է, հուսամ կգտնենք ինչ որ լուծում, որտեղ որ կարողանանք վերադիրքավորել ստորին ծնոտը եւ այնպես անել, որպեսզի ականջները չվնասվեն եւ լսողությունը չվնասվի։ Շատ անսպասելի է լսողությունից հայտնվել բժիշկ օրթոդոնտի օրթոպեդի մոտ, որոնք որ առավել եւս անատոմիայից ելնելով կոնստրուկցիոնային հոդը եւ արտաքին լսողական անցքը մեզ մոտ շատ մոտ են, այսինքն մեկի հետին պատը մյուսի դիմացին պատն է եւ նույնպես նյարդավորումը արունատար անոթները շատ այդ ռեգիոնում կապակցված են բոլորը։ Մայնե կծվածքի շեղում ասելով ինչ ենք հասկանում, թե մենք արդեն ըստ էության խոսեցինք դրա մասին։ Դե կծվածքի շեղումներով հիմնականում զբաղվում են բժիշկ օրթոդոնտները, բժիշկ օրթոպեդները միանում են, երբ արդեն կծվածքի շեղումը վերացված է, ատամները վերադասավորված են եւ բոլոր ուղղորդումները արդեն կարգավորված են, բժիշկ օրթոպեդը միանում է այն դեպքում, երբ մենք ունենք կարծր հյուսվածքների դեֆիցիտ, երբեմն լինում են ատամների տարբեր պարաֆունկցիաների պատճառով, պարաֆունկցիան, երբ նորմալ ֆունկցիայից մենք շեղվում ենք, կան մարդիկ, որոնք ատամները բեռնում են ցերեկային կամ գիշերային սեղմումների պատճառով եւ ատամները գալիս է ախտաբանական մաշվածություն, որի շտկումը միայն օրթոդոնտիկ ճանապարհով հնարավոր չի։ Ատամները վերադասավորելուց հետո գործին միանում է նաև բժիշկ օրթոպեդը, որը պետք է ատամների ծավալի վերականգնումով զբաղվի, որպեսզի հնարավոր լինի
լիարժեք բուժում ապահովել, ֆունկցիոնալ եւ էսթետիկ բուժում ապահովել պացիենտներին եւ այդ ժամանակ մենք խոսում ենք ավելի տոտալ վերականգնումների մասին, չնայած պացիենտի տեսանկյունից ինքը իր բոլոր ատամները առկա են եւ կան, բայց նրանք ծավալով երբեմն այնքան են փոքրանում եւ այդ ծավալների փոքրացումը մենք լրացնում ենք օրթոպեդիկ եղանակով, այսինքն տարբեր վինիրների, վերդիրների կամ պսակների միջոցով եւ դա հրաշալի հնարավորություն է վերականգնել ատամնածնոտային համակարգի թե ֆունկցիան թե էսթետիկան եւ էսթետիկ տեսանկյունից դա լինում է այնքան կարող է լինել այնքան աննկատ, եթե պացիենտը դա ցանկանում է, որ լրիվ լիարժեք բնական ատամնաշարի տպավորություն է ստեղծվում եւ ամենակարևորը պացիենտի մոտ վերանում են այն գանգատները, որոնցով նա դիմել էր հոդային գանգատները, ծամողական դիսֆունկցիան սովորաբար այս դեպքերում էսթետիկան մի քիչ ավելի երկրորդ-երրորդ պլան է դրվում, էլի, ոնց որ նրանք չեն դիմում էսթետիկայով այս պարագայում, նրանք դիմում են գլխացավերով, շատ ավելի իրական լուրջ խնդիրներով, այո։ Եվ դուք այս գործողություններն անում եք ուղումից եւ օրթոդոնտիկ բուժումը փաստորեն անցնելուց հետո։ Ես լինում եմ ոնց որ վերջին մասնակիցը այս թիմային աշխատանքին էլի գեղեցիկ փայլն ավելացնելը շատ շնորհակալություն այսքանը չեք հավատա բայց սպառվեց մեր եթերը շատ դինամիկ էր ու շատ ինֆորմատիվ մենք զրուցեցինք ինդիվիդուում ստոմատոլոգիական կլինիկայի օրթոպեդ Մարինե Մկրտչյանի եւ օրթոդոնտ Միքայել Նալբանդյանի հետ ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը հուսամ էլի կհանդիպենք որովհետեւ ահագին բան կա խոսելու ցտեսություն բոլորին Ես առողջ եմ երբ տեղեկացված եմ